մի ավստրիացի նկարիչ Օսմանյան կայսրության արշավանքները նկարագրելու համար, թուրքերի անցած ճանապարհը նկարագրելու համար մի նկար նկարեց, մինչև հիմա կա այդ նկարը։ Ավերակներ, այրված տներ, տապալված ծառեր, քարուքանդ ճանապարհներ, մռայլություն։ Եվ այդ նկարի անունը հետևյալը դրեց. այստեղով անցել են թուրքերը։ Ես կուզենամ, որ մեր մասին ուրիշ նկար նկարեն։ Այստեղով անցել են հավատացյալները։ Ամեն մեկը ուզում է իր հետքը թողել։ Ցավոք սրտի ամռանը, երբ որ մենք գնում ենք արշավների սար, ձոր, Սևանի ափ, մենք տեսնում ենք ոչ թե կենդանիների հետքը, մենք տեսնում ենք մարդ արարածի հետքը։ Որն է մարդու թողած հետքը, աղբը։ Սարի գագաթին կլինես, ձորում կլինես, որտեղ էլ որ կլինես, միթե թշնամի եկավ մեր երկիրը այսպես ապականեց, ով արեց, ով աղբի մեջ կորել ենք մենք սիրելիներ, մեր երկիրը աղբի մեջ է թաղված, ինչու, որտեղ մեր ներսում աղբ կա, դրա համար մեր դուրսն էլ է աղբ, մենք մաքուր սանիտարական, հիգիենիկ ազգ չենք այս առումով, ցավոք սրտի, մենք սիրում ենք աղտոտել մեր միջավայրը և ավելի վատ հոգևորապես ենք աղտոտում, թույն, մաղց, թարախ տարածելով։ Եվ երբ որ պատաններին տարա թեղենյաց վանքը, սկսեցին մաքրել ամբողջ տարածքը, պարկերով աղբ էին հավաքում երեխեքը, պարկերով։ Եվ ասում եմ, սիրելի երեխաներ, սա կարևոր գործ է, բայց շատ ավելի կարևոր գործ է, որ Աստված էլ մեր կյանքի աղբ է, այսպես հավաքի։ Եվ ասում եմ, եթե ձեզանից առաջ ոմանք եղել էին այստեղ, այսպես աղտոտել են, ես կուզենամ, որ մեզանից հետո այսպես ասեն, այստեղ եղել են հավատացյալները։ Կան չէ մարդիկ, որ միտեղ գնում են իրանց անունը պիտի անընդհատ փորագրեն միտեղ։ Здесь был Вова, ծառի վրա։ Երբ որ թեղենյաց վանք էինք մտել, ամբողջ ապականված այդ պատմական հուշարձանը, բայց ոչ թե ադրբեջանական գրություններ, ոչ թե թուրքերենով, հայրենով, այս ինչ գումարած են ինչ, եկեղեցու պատի վրա, վանքի պատի վրա, խաչքարերը փորած, տաշած և իրանց անունը գրած այնտեղ։ Մարդ իր հետ քնա թողել։ Մեկը գրել էր իր անունը, չգիտեմ, Վասիլ 1957, ինք էլ չկա, բայց իրա թողած վատ հետքը, վանդալիզմը կա։ Նայողը ոչ թե իրան օրհնում է, այլ լավ ձևով չի հիշում իրան։ Ես կուզենամ, որ մենք լավ հետք թողենք, իսկ որն է մեր հետքը։ Ասում է, երբ որ այս մարդիկ գնում են արտասուքի ձորով, այնտեղ աղբյուր են բացում։ Տեր մեզ օգտագործիր մարդկանց կյանքի մեջ կյանքի աղբյուրներ բացելու համար։ Ուրախության, մխիթարության և սփոփանքի աղբյուրներ բացելու համար։ Եվ հետո ասում է, երբ որ իրանք անցնում են այդտեղով և աղբյուրը բացվում է, հետարքիր է, սկզբից ջրերը աղբյուրից են բխում, հետո ասում է, վերևից է ջուր գալիս, աշնան անձրևը նրանց ծածկում է օրհնությամբ, ալելույա։ Սկզբից ինչ ես անում դու, աղբյուրը բացում ես, կռանում ես, քո ձեռքերով քարերը հեռացնում ես, ծնկներդ ես մաշեցնում աղոթքներով, ինչ որ մեկի համար աղբյուր է բխում։ Եվ երբ որ մեկի համար աղբյուր ես բխեցնում, ասում է Աստված էլ այդ բխեցնողի վրա ինչ է բերում, աշնան անձրևն է բերում։ Դու սկսում ես պարարտանալ։ Քույրեր, եղբայրներ, ուրիշի համար աղոթելը պարապ զբաղմունք չէ, ժամանակի վատնում չէ, դա լավագույն ներդրումն է քո կյանքի մեջ։ Երբ որ Մխիթարն ու Սեդան երկար ժամանակ երեխա չէին ունենում և բժիշկներն ասել են չկա, աղբյուրը չորացել է, անկարելի է որ դուք երեխա ունենաք, մտածեք, գնացեք մեկին որդեգրեք, իրանք դրան էլ էին պատրաստ, բայց մի զարմանալի բան արեցին, մի ցուցակ կազմեցին և սկսեցին աղոթել եկեղեցում բոլոր նրանց համար, ովքեր երեխաներ չէին ունենում։ Այդպես է Մխիթար եղբայր։ Սկսեցին ջերմեռանդ աղոթել։ Գիտեք, մեր համար նման աղոթքը շատ հեշտ կլինի, մենք ունենք մեր երեխաները, մենք վայելում ենք իրանց, բայց գուցե իրանք ասեն, Տեր, հələ տուր մեզ այդ քաղցրությունը ճաշակել, հետո նոր ուրիշի համար աղոթենք,
Թող մեր ծառը ջրվի, հետո ուրիշի ծառը կջրենք, բայց հոգևոր կյանքում հակառակն է։ Նրանք արտասուքով ջրում էին ուրիշի կյանքը, ձեռքերով քարերն ու փշերն էին հեռացնում, աղիողոր մաղոթելով, մեկ էլ լուր ստացանք, ում համար աղոթում էին, երեխա են ունենում, մեկ էլ մի պատահական, մեր մարկային խելքով պատահական, անակնկալ ձևով լուրը եկավ, որ Սեդան հղի է անել 4-5 ամսական հղի ու չգիտել այդ մասին։ Երբ որ դու ոռոգում ես ուրիշին, Տերը քեզ ոռոգում է։ Երբ որ դու բարիք ես անում, Տերը քեզ հատուցում է։ Երբ որ դու սուք ես անում ուրիշի համար, աղոթքով, բարեխոսությամբ, աղաչանքով, մեկ էլ տեսնում ես, որ Տերը քո զավակին բարիք է հատուցում։ Դու ուրիշի համար էիր աղոթում, բումերանգի նման այդ աղոթքը եկավ քո գլխին, այդ օրհնությունը իջավ քեզ վրա։ Լացով աղբյուր բխեցնել։